Պարոն Մեխակյան, քարոզարշավի 9-րդ օրն է ըստ էության, շրջում եք ամենատարբեր համայնքներում եք լինում, գյուղերում եք լինում, ինչ արձանագրումներ եք արել եւ քաղաքացիների հետ շփումների ընթացքում ինչ առաջնահերթություններ եք առանձնացրել ձեր համար, որ ընտրվելու պարագայում դրանք լինելու են ձեր առաջնահերթ անելիքները։ Նաեւ ինչ են ասում քաղաքացիները, որն է իրենց ամենամեծ պահանջը, խնդիրը։ Արդեն 9-րդ օրն է, ինչպես նշեցիք, մենք քարոզարշավ ենք իրականացնում, բայց ասեմ, որ շատ լավ է ընթանում քարոզարշավը, շատ դրական, պոզիտիվ նոտայի վրա ենք, մեր նախկին Խոյ համայնքի տարածքում շրջելիս մենք մեր բնակիչների հետ նախ քննարկում ենք մեր նախորդ տարվա արածները եւ եթե հարցեր կան դրանց հետ կապված հնչում են եւ նաեւ քննարկում ենք ապագա մեր անելիքները, իսկ ոսկեհատում դեռ չենք եղել, բայց Էջմիածին քաղաքի տարբեր թաղամասերում շրջելիս մենք որը որ չենք հասցրել գույքագրել այդ խնդիրները իմ պաշտոնավարման 3 ամիսների ընթացքում դրանք են գույքագրում եւ շփվելով բնակիչների հետ իրենց արձագանքը լսելով իրենց առաջարկներն ու դժգոհություններն ու ակնկալիքները լսելով մենք արդեն մեզ համար առաջիկայում պլանավորում ենք ինչպիսի ծրագրեր պետք է իրականացնենք։ Շատ լավ է ընթանում քարոզարշավը, հիմնականում շատ դրական է, քաղաքացիները հիմնականում ողջունում են, իհարկե շատ հարցեր են բարձրացնում, բայց նաև շատ մեծ հույսեր եւ ակնկալիքներ ունեն մեր թիմից։ Պարոն Մեխակյան, որն է ամենամտահոգող հարցերի, այդպես մի քանիսը գոնե, որովհետեւ ասացիք շատ հարցեր են բարձրացնում, որոնք են։ Մտահոգող հարցերը շատ տարբեր են, որովհետեւ օրինակ Էջմիածին քաղաքի տարբեր հատվածներ ունեն տարբեր խնդիրներ, ենթակառուցվածքային խնդիրներ, բակային բարեկարգման խնդիրներ, ասֆալտապատման խնդիրներ, կոյուղու, գյուղական բնակավայրերում այլ խնդիրներ կան, էլի բարեկարգման խնդիրներ, ոռոգման ջրի ենթակառուցվածքների խնդիրներ։ Մենք այդ ամենը քննարկում ենք իրենց հետ, հիմնականում ենթակառուցվածքային խնդիրներն են եւ ավելի բարենպաստ եւ բարեկարգ միջավայր ունենալու հետ կապված այդ բարեկարգման աշխատանքների հետ կապված հարցերն են, որ քննարկում ենք բնակիչների հետ։ Երեք նաեւ համայնքի բնակիչների հետ հանդիպման ընթացքում ինչ ազդակներ ստացաք, ինչ տպավորություններ ստացաք եւ նաեւ շատ են խոսվում, շահարկումները շատ են, որ հատկապես իշխանության ներկայացուցիչը այսպես իշխանական լծակներն է օգտագործում եւ ամենատարբեր ռեսուրսներն է օգտագործում, նաեւ ինչպես կհակադարձեք այդ մեղադրանքներին։ Մենք երեք հանդիպում ենք հիմնականում մեր համակիրների հետ, մեր թիմի, մեր մեծ թիմի, մեր աջակիցների հետ եւ այդ մասին մեր փակ խմբերում եւ մեր շտաբային շրջանակներում իրազեկել էինք եւ բաց հայտարարություն չէինք տարածել այդ մասին, բայց հիմնականում մեր աջակիցների հետ է հանդիպում եւ նաեւ մեր թիմի անդամների, կուսակցական ընկերների։ Իհարկե նրանց մեջ կան մարդիկ, որոնք որ աշխատում են համայնքապետանում, տարբեր կառույցներում, մեզ են միացել նույնիսկ հարևան համայնքի մեր համակիրները, մեզ աջակցողները, այնպես որ այստեղ վարչական ռեսուրսի որևէ խնդիր չկար, այդտեղ ով եղել է երեք կտեսնի, որ 500 հոգանոց դահլիճում մոտ 700-ից ավել մարդ կար, մոտ 200-ն էլ դեռ միջանցքներում էին, դեռ չկարողացան ցավոք սրտի ներկա գտնվել դահլիճում։ Պարոն Մեխակյան, նաև շատ է խոսվում Գյումրի 2 սցենարի մասին, այսինքն այստեղ էլ այս իմաստով մտավախություն չունեք, որ գրեթե բոլոր տեխնացուները այսպես նպատակը մեկն էր ձևավորել կոնսենսուս -1, մենք գիտենք, որ Հանրապետություն կուսակցությունը որոշակիորեն տարբերվում է իր այդպես գաղափարախոսության մեջ, բայց ամեն դեպքում մտավախություն չկա, որ այդ Գյումրի 2 սցենարը կարող է հաջողել։ Ես չունեմ մտավախություն, որովհետև Վաղարշապատցին շատ լավ է ճանաչում ով է։ Ես կարող եմ մի բան ասել, որ համար 1-ը եւ համար 4-ը իրենք հստակ գնում են այդ սցենարով, որովհետև իրենք շատ սինխրոն են աշխատում իրար հետ եւ տարբեր իրենց հանդիպումները եւ իրենց շատ կապող շրջանակները, այդ թվում քաղաքական վերնախավի տեսանկյունից այդ մի բանի մասին է խոսում, որ իրենք միանշանակ իրար
միացող ուժեր են, բայց դե երկուսի դեպքում էլ մեր բնակիչները քաջատեղյակ են, իրազեկված են, թե ովքեր են այդ ուժերի ներկայացուցիչները։ Իսկ ովքեր են այդ ուժերի ներկայացուցիչները եւ քաղաքացիները գիտեն ինչի մեջ են ընտրելու, որովհետեւ շատ է խոսվում նաեւ աշխարհաքաղաքական ամենատարբեր հարցերից, որ պիտի ընտրել անկախության եւ կամ գուբերնիայի միջև կա այստեղ այդ խնդիրը։ Միանշանակ կա, համար մեկը դա Ռոբերտ Քոչարյանի եւ դաշնակների համատեղ քաղաքական ուժի ներկայացուցիչներն են, իսկ համար 4-ը Անդրանիկ Թևանյանի ուժի ներկայացուցիչն է, ինչպես գիտենք Անդրանիկ Թևանյանը դա Ռոբերտ Քոչարյանի համար 1 արբանյակն է, հետևաբար այստեղ էլ այդ սցենարն է գնում, այսինքն համար 4-ը արբանյակը միանալու է իր մայր ուժին, որը համար 1-ն է համարվում, համար 4-ը նախկին գյուղապետերից հիմնականում կազմված ցուցակ է, իրենց ամբողջ նպատակը Խոյ համայնքի գյուղերում որոշակի իրենց նախկին ղեկավարած հատվածում որոշակի ազդեցություն իրենց կարծիքով ունեցող մարդիկ են, որ կարող են այդ ազդեցությունը օգտագործել, որոշակի ձայներ հավաքել եւ այդ ձայները տանել, վաճառել եւ միացնել համար 1-ին, բայց դա իրենց գործն է, իրենց կամքն է, ես ուղղակի բարձրաձայնում եմ, որ դա հստակ այդպես է, որ մեր ընտրողը, մեր քաղաքացին իմանա ում է ընտրում, բայց կամքը իրենցն է, իրենք ինչպես ուզում են կարող են անել։ Եվ հանրայինի բանավեճի ժամանակ ինչ է կարծում, ինչու էր բացակայում Սևակ Խաչատրյանը, որը կարծես թե ամենաշատն է գոնե բարձրաձայնել այն մասին, որ շատ հարցեր ունի ձեզ տալու անձամբ եւ բարձրաձայնելու եւ այսպես շարունակ, բայց բանավեճի ժամանակ մենք իրենց բանավեճի չներկայացած ուժերը իրենք սինխրոն իրար հետ աշխատող ուժեր են, որոնք միանշանակ գնում են Գյումրի սցենար կրկնելու հետ կապված, բայց իրենք խորը հիասթափություն են ապրելու վաղ շաբաթում։ Ինչով է նաեւ վաղ շաբաթի ընտրողը տարբերվում Գյումրիի ընտրողից։ Նախ Գյումրի օրինակը հաշվի առնելով, որ տեսնելով մի փոքր պասիվությունը ինչի կարող է բերել դա 1, երկրորդը այստեղ տեսեք, մենք ունենք իշխանություն, այս տարիների ընթացքում ունենք արած շատ աշխատանքներ, որին վստահելով վաղաշաբաթին նաև պետք է ընտրություն կատարի։ Եվ ինչու պիտի վաղաշաբաթին ընտրի հենց քաղաքացիական պայմանագրին եւ անձամբ ձեզ։ Որովհետև իմ ղեկավարության ժամանակ իմ թիմը, մեր թիմը տեղական ինքնակառավարման մարմիններում ցուցաբերել է ճկունություն եւ բարձր արդյունավետություն, հատկապես Խոյ համայնքում իմ ղեկավարման տարիներին իրականացվել են բազմաթիվ բարեփոխումներ եւ ծրագրեր, որոնք տասնամյակներ շարունակ եղել են երազանք, եղել են մեծ խնդիրներ տվյալ բնակավայրերի համար։ Այժմ դրանք իրականություն են եւ մենք սահուն գնում ենք առաջ մեր նախատեսված ծրագրերով եւ մեր քաղաքացին իր այս հանդիպումները նաեւ այս քարոզարշավը հստակ ցույց է տալի, որ իր աջակցությունն է հայտնում նաեւ որպեսզի այդ ծրագրերը լինեն շարունակական։ Եվ վերջին հարցը պարոն Մեխակյան, քանի որ գիտեք ինչպիսի գործընթացներ են տեղի ունենում Մայրաթորի շուրջ, թեև Մայրաթորից դա որակում են որպես հարձակում Մայրաթորի վրա, բայց իշխանությունից մանրամասնել են, բազմիցս խոսել են այդ մասին, որ սա վերնախավին է ամեն դեպքում վերաբերվում, բայց ամեն դեպքում Մայրաթորը այստեղ ունի լծակներ եւ չի կարող արդյոք այդ իր լծակներով նաեւ խոչընդոտել ինչ-որ իմաստով, չասեմ խոչընդոտել կամ գոնե այստեղ ձեր վարկանիշը որոշակիորեն վարկանիշի վրա դա չի ազդելու բացասական իմաստով։ Մենք որպես համայնքային իշխանություն մեր քաղաքի տոնը 2710-ամյակը այդ միջոցառումները ցույց տվեցին, որ մենք որևէ խնդիր չունենք եկեղեցու հետ, այլ դուք տեսաք մեր թեմի առաջնորդը, թեմի ծառայողների շատերի հետ միասին ներկա գտնվեց մեր միջոցառմանը, ինչպես որ նախորդիվ է եղել եւ մենք այստեղ որևէ խնդիր չենք տեսնում, բայց այն հարցերը, որոնք որ կան, ինչ վերաբերում Մայրաթորին, կարծում եմ դրանք բարձրաբանման կարիք ունեն, բայց չեմ կարծում, որ հեղինակազրկելու որևէ միգուցե եկեղեցուն որոշ անհատներ կաջակցեն այլ ուժերի եւ աջակցում են այլ ուժերի, բայց դա իրենց քաղաքացիական որոշումն եմ ես համարում եւ դրան էլ եմ նորմալ վերաբերում։ Ես կոչ եմ անում մեր քաղաքացիներին ուղղակի ընտրություն կատարեն, հաշվի առնելով
Այն աշխատանքները, որ մենք իրականացրել ենք եւ մեր արդյունավետությունը այս տարիների ընթացքում եւ այս 3 ամիսների ընթացքում նաեւ վաղ շաբաթ խոշորացված համայնքում մի պաշտոնակատար եղած ժամանակահատվածում այն լայնածավալ աշխատանքները, որ մենք սկսել ենք։